Ես գիտեմ, էլ ոչ բարև ձեզ եմ ասեմ, ոչ բալուս եմ ասեմ, որտեվ այդ իմաստ չունի, էլի, բարև ձեզ բալուս էլ ներվայնությունից հետո չմնաց։ Ես գիտեմ, որ Աննա Վարդապետյան նագարկայա, էդի նորություն չի։ Ես գիտեմ, որ Նիկոլը Սերժի Բոլզի տղեն է, Սերժնա Նիկոլի կունուտեղը ծստանը մորը 24 ժամ։ Արա ջան, Աննա Վարդապետյան, այ ագարկի ծնունդ։ Բանն էլի բոզի տղությանն էլ չափը սահման կա, ինչ է նշանական, արգրավում ենք Սերժ Սարգսյանից գույք, բնակարանի, ինչ մի հատ բնակարան ենք, թե, այդ բնակարանի 45%-ը, այսինքն այդ բնակարանի մի մասը պիտի ապրի Սերժը, հա, այն մի մասը խոսքինը պիտի ապրի մեր հարևան Ջանով, բնակարանի 45% արգրավումը որն է, մի հատ առանձնատուն ամբողջությամբ և 100 քանի միլիոն դրամ։ Սերժ Սարգսյանի ըսկի չել զգա, որ իա վրից մի բան տան, ըսկի չել նկատել բացակայությունը, այ պորնիկ, այդ հելել է քո նիկոլականների բանը, աշկ ուզում եք փակեք, ասեք տեսեք, մեկ Սերժից բան եք արգրավել, Սերժը ծծնի քեզ, Սերժի տրուսիկը ավելի թանկ արժի, քան այդ բնակարանը, այդ 45%-ը բնակարանի, բանը, միա սեփական տուն ամբողջությամբ և 100 քանի միլիոն դրամ, 100 քանի միլիոն անգամ Սերժ Սարգսյանը իայն խերը դնի նավարիդ, մամայիդ, պապայիդ, այդ խիար մարդու բենի մեջ, ասի դե ծծեք, Անա ջան, Սերժ ամենաերկար պաշտոնյան, ամենամեծ կոռումպացված անձը Հայաստանի Հանրապետությունում Սերժ Սարգսյանն է։ Սերժ Սարգսյանից վերև մարդ չի եղել, այդ հիմա նոր քո Նիկոլը հայտնվել է։ Ես ինչ չես ժողովրդին այդ քո անասուն Նիկոլա Զավրներին, որ ոչ խարից, ոչ մի բանով չեն տարբերվում, ուզում ես թեմա տաս, բա տեսեք Սերժից բան ենք արգրավում, Սերժը ծնողը ծծացնի, Սերժը մորդ թունի, Սերժը ծաղ դատախազության լավը թունի, Սերժը ձեր տուն ու տեղը ծծացնի, Սերժը հանի այդ շեղած խերը, որ չի կայնում, ենքան կաչայի տանի ծաղ դատախազության բեյնի մեջ միջև կայնի, մյուս այ բոզի ծնունդներ, ես ինչ եք էլ է դուք հորինում, ես ինչ եք դուք անում, լավը քունի Սերժը։ Սերժի չափ օլիգարխ Հայաստանում գոյություն չունի, հենց Սերժ Սարգսյանից արգրավում եք բնակարանի կեսը։ Այդ բնակարանը որտեղ է, ինչ բնակարան, Սերժը քունի այդ բնակարանն էլ, քեզ էլ այ ախնոցավոր պորնիկ, այ ագարկա, այ տուն ու տեղը ծծացրի Սերժը։ Ես չգիտեմ էլ ինչ բառ ասեմ, ձեր նավարը ծծացնի Սերժ, Սաշիկը, Սերժը չէ, Սաշիկը, իայն քրտնախարծ ծվերը, տնի ձեր նավարի բենի մեջ, դե կնասեք հիմա արգրավեք, ձեր զոմբիների դեմն էլ թեմա կսեք, ասեք տեսեք Սերժից բան արգրավել, հենց էդի հարցա Սերժինն է թե ումն է, Սերժանով Հայաստանի Հանրապետությունը սկի բաչ, այդ ոնց էլ է վաչոն, Սերժի վաչոն մենակ Մալացիա Սեբաստիա համայնքի տարածքում ուներ 21 միլիոն դոլարի աշխարհգույք, Սերժի արգավում է բնակարանի 45%-ը, 45 անգամ Սերժ Սարգսյանը, Սերժի վաչոն, Սերժի Սաշիկը, այն Նարեգը, Գոնսալեսը, սաղ ծծնեն տուն ու տեղը, Աննա Վարդապետյանը խիար մարդուցը սկսած, բոզի վաստակ, այժմ և իչ Հավիտյանից, Հավիտյանից ամեն, տեգնացեք արգրավեք, Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, հարգելի ժողովուրդ, սիրված ժողովուրդ, տարբեր դասակարգի մեջ մտող ժողովուրդ, նախ տեղեկանում եմ, որ սահմանամերձ գյուղերում ապրող գյուղացիները միտինգ են անում, կռիվ են անում, որ իրանց անասուններին ադրբեջանցիները չեն թողում, որ ալոտավայրերում արածեն, պիտի ադրբեջանցիները ձեզ չթողան, որ դուք արածեք, ոչ թե ձեր անասուններին, որտեղ Նիկոլ եք պաշտում, խոսքը մնաց, ովքեր Նիկոլապաշտ են, Նիկոլ եք պաշտում, Նիկոլ եք գովում, բա դուք ուզում եք, որ ադրբեջանցիները ձեր անասուններին թողան, որ արածեն, վաղը միսօր ձեզ են տեղից, լավ, չի ուզում շեղվեմ Նիկոլապաշտ անասունների վրա, դրանք իրանց գլխի գալիքը կզգան մոտ ապագայում, որովհետև մի մարդ, որ գնա, զենտա մի մարդու, ում ազգանունը Նիկոլ Փաշինյան, ում բերանը ոչ մի դուս խոսք չկա, կնմա ռուսների մոտ ռուսերին ասում, ես ձեզ եղած-չեղածը գլգլ անեմ, կնմա եվրոպացիների մոտ եվրոպացիներին անեմ, ես ձեր եղած-չեղածը գլգլ անեմ, գալում այս ամերիկացիքի մոտ սրանց ասում գլգլ անեմ, սաղի խապեմ, չոր մսում, իարեմ ու խապեմ, էլ ինք հետքան խելքով ավ։
Սրանց ուրիշ բան ասեմ, նա ուրիշ բան ասեմ, ռոստեն ուրիշ բան ասեմ, չի ասեմ, ախր ես խո փչան Թոդորոսը չեմ, գալու եմ մի գեղեցիկ բան, որ աճ, ձախ, ինչ բան կամասուտրայի բան պոզակա դնելու են տնով, տեղով ընտանիքով շինեն պրենարևի տակ։ Վինակ խոպես, ռոստենա խոպես, եվրոպացիկինա խոպես, ամերիկացիկինա խոպես, միջև իջում ծծում։ Նրանք երթալնելու էի, իսկոմա բլիժաշեմ բուդուշեմ, բայց թող պարլամենտական այսպես կոչված անդիմությունը չուրախանա, որտեղ յանց էլ ծծում։ Այլ չի, որ այդ այան պիտի մնան, կան իշխանության, Տաշի Սամոյի նման տուպոյ գանդոնը պիտի գա իշխանության։ Տաշի Սամոյի միտս ընկավ։ Ուր այնքեր Հովիկ Աբրահամյան, այդ մեր Հովիկ Աբրահամյան։ Այսօր էլ հայտարարել են ցույց են տալը, որ ձերբակալում են այդ արգամիկ, տապինգերին ռեգալան տարան։ Բանում, սպանության փորձ պատվիրելու համար, սերի ժողովուրդ, էտա Վարդան Ղուկասյան, երբ է դրա մասին խոսացել, տարիներ առաջ, իմ հաղորդումներից մեկի ժամանակ, ես անդրադարձել էի այդ դեպքին, որ Հովիկ Աբրահամյանի տղեն, մեր արգամն, մատը խառնա, ինչ-որ մի հատ վիժվասկին սպանության մեջ, բարից ամենաբուն իմաստով վիժվասկին, եմ որ ասում է, ես օբյեկտիվ մարդ եմ, ճիշտ է, ահա, մենք անդրադարձել էինք նրան, որ վարորդը տոլախրանիկը լավ չեմ հիշում, ներող եղեք, այդ ավեկալ է ու ծծրել է ինչ-որ մի հատ գանդոնի, բարից ամենաբուն իմաստով, սեկտայի ինչ-որ կյանքի խոսքեր, խեռի խոսքեր, ինչ-որ այդ ինչ-որ մեծ սեկտայի լիդեր, որը որ լվացել էին Հովիկ Աբրահամյանի հարսի ուղեղը, տվյալ դեպքում արգամիկ կա, այդ եթերը կա, ինտերնետ պոբնից սոկ, տեք, հլա մի հատ, հլա, ես խտրած կլնեմ, որ էտա մեր բլոգերնիկ կամ մեր ադմիննիկ կամ իմ հետևորդերը կցեն այդ եթերը, կա այդ եթերը։ Մենք մանրամասը խոսեցինք այդ եթերի ժամանակ, որ հարսի ուղեղը լվացել են, այդ մեր դոդյախ չկա։ Դե, ինչ կա, չկա սիստեմատիկաբար բան են կթմեն, ես աղջիկն էլ կգնաս, արած, դրած, Հովիկ Աբրահամյանի արդար քրտինքով, պամիդորները վաճառած, այդ գումարնիկը բերեմ կողմ ես սեկտայի մոր դլոն։ Բնականաբար մեր Հովիկ Աբրահամյանի տղեն էլ սիստեմատիկաբար զգուշացրել է այդ սեկտայի աղբիտղում, որ տղա ջան, աղջիկ ես գտե ուղեղը լվում ես, յանտու։ Ինչ էլ են ասեցին ինձ ինչ սիրային կա, բան սուտա, դες բան չկա։ Ով դες բանա գրե ոզի տղա է։ Նախ ես դες բան չեմ ասել, եւ չէի կարող ասել, երկրորդ ով որ դες բան ասեց, մտում արգամի կնիկ սիրային կապի մեջ ա եղել ինչ որ բան, էդ էլ լակտի սուտ, այդ էլ լակտի սուտ է։ Ոզի տղություն, չէ։ Просто հավատացել ուղեղը լվացել են, Հիսուս Քրիստոս, բլա բլա բլա, այս էլ ինչ կա չկա տարետավե, այդ սեկտայի ղեկավարին։ 1, 2, 5 տաս ես հիշում եմ իմ եթերը, զգուշացել են չխասկնալի ղեկավարն, վերջում եղել է այն ինչ որ եղել է։ Բնականաբար Հովիկ Աբրահամյան, եթե իշխանության լիներ Վարդան Ղուկասյանը, անպայման պետք է ուսումնասիրվեր այս հանցագործության պատճառը հետևանքային կապը։ Ինչու, ինչի համար Էտա քյոտղեն որոշում կայացրեց լիկվիդացնել այդ բոզիտողուն, որտեղ էլ է բոզիտողը, միանշանակ։ Անպայման կուսումնասիրվեր պատճառահետևանքային կապը եւ բնականաբար իրավաբանությունը նաեւ թելադրում է, եթե պատճառահետևանքային կապը լուրջ հետևանքային կապը չի կարող լինել այն պատիժը, որ պատիժը նախատեսում է առանց պատճառահետևանքային կապի, բայց չնման թիզուկեսը չասկցավ։ Եվ ընտրությունների ժամանակ գնացել մտել էր Տաշիրի ոռը, Տաշիրի չէ ֆինանսավորը, ընկեր Հովիկ Աբրահամյան։ Դե հիմա ֆինանսավորել է, դա մեր անդոյ եւ գլխավոր դատախազության պորնո աստղ Աննա Վարդապետյանը, երկուսով համատեղ Նիկոլետ միասին, եկալան գերին տպինքո գադուն, եկալան տարան։ Ну, պատվիրատուն как минимум 15 տարի լիշեյնի սվաբոդի, դա как минимум։ Դա կարող է տան 20 եւ ով է դրա մեղավորը, իհարկե դու Հովիկ Աբրահամյան, որտեղ եթե դու չմտնեիր Տաշիրի հետ անցքը, քո տղուն այսօր չէին հիշի, որտեղ դեպքի իշխանությունները վաղուց են ունեցել ձեռի տակ, ասեմ ես այդ դեպքի մասին խոսել եմ, չես կարող ասել չէ, դու անձամբ այդ հաղորդումը լսել ես, դու քո տղեն, քո կնիկ, քո բարեկամություն, լսել են հաղորդումը, որտեղ ինձ բանը քրիստիկն եկավ ասեց Հովիկ Աբրահամյան լսել է, արգամ լսել է, խառնվել է նիար, այդ ինֆորմացիան որտեղից, բլա բլա, ես հիշեցի սա մանրամասները։ Բայց հետաքրքիրն է, որ իշխանությունը միայն տարիներ անց եկավ կպավ, ինչի կպավ, որովհետև քաղաքական ուղղվածություն տեսավ,
որ դա քյոնտանիկ ֆինանսավորում տաշիր։ Քո խերին պետք է։ Հələ ասած եմ Հովիկ Աբրամյան։ Անչել ֆինանսավորում տաշիր։ Դու սիրում տաշիր։ Հիմա ինչով քեզ պիտի օգնի տաշիր։ Դա պարլամենտական ընդդիմություն, թոքնի։ Այդ անգեր հացավ բուլկերենն հիմա թոքո տողն օգնեն, ասեն ընկերներ ջան, լավ գյուլե, մենք եկեք հələ վեկալենք նայենք, պատճառատևական կապը։ Գոնե մի հատ բար կարտաբերեն, խերի գլող կարտաբերեն։ Դու ինձ մի կոպեկի լավություն, օգնություն ալասկաս Հովիկ Աբրամյան, ոչ, բայց ես օբյեկտիվ մարդ եմ։ Այդ իմ դժբախտությունն է, որ ես օբյեկտիվ եմ։ Հիմա ես չգիտեմ ինչ կանի Աննա Վարդապետյան քյոտղուն։ Ծլիկով կանի գլգլգլ, կտնի բերան։ Էտա պատկներով, թե ինչով, էդ ասեն քո պրոբլեմն է։ Ոնց քակը կերել ես, դեմա մարսի։ Հիմա դու տաշերն ինչ-որ մի ձև գոնե մինիմալ պատիժ տան, ասենք ինչ ասեմ, 10-15 տարի կամ ցմա կամ գոնե դա մինիմալը տան։ Երբեք կողոսնելու են տղետ գնա։ Ասма, что я там буду делать? Ասма, собирать снег. Ասма, что весь, да, весь։ Այնա քո տղեն կեթածուն հավքելու։ Չի կարելի սիրելի օլիգարխներ ճակերտների մեջ։ Ես ձեզ դնեմ լակերովը նիդակաղան։ Չի կարելի պետական շահը, հայրենիքը, չգիտեմ հայրենասիրությունը բարձր դասել անձնական շահից։ Ես մեր ասել, մեկը դուք չեք հասկանան։ Ոչ եթե կհասկանա տաշին, ոչ եթե կհասկանա դոդն, ոչ եթե կհասկանաս դու, որովհետև ձեզ տարել է փողի նկատմամբ անսպառ փաբագը։ Բոլոր օլիգարխների մոտ է այդ նույն վիճակը։ Ինչքան էլ որ դուք միլիոններ, միլիարդ ունենաք, մեկը ձեր աշխը կծմեք, ունևորի մեջ կրպանեն 1000 դրամի։ Էդ էլ կերեք տարեք։ Էդ եք դուք։ Դրա համար եկնային գրասենյակ, հատիկ, իջում ծծում։ Հատիկ։ Ձեր ինչ բան ու գործնա քաղաքականությունը, ձեր ինչ բան ու գործնա պոլիտիկայ։ Այնա մտել ես պոլիտիկայ։ Օգնից ֆինանսավորեցիր, ձայներեք, հավքն, էտա գեղով, մեղով, տաշիրեք, ընտրան, դեմա կակաս էջ, ընգեր Հովիկ Աբրամյան, լավարին տպինգետի տաղ։ Ստեղել ասում են դոդի պեսա կողեմ, այդ հանգամակը, պրոստը տահաճությունը նա է, որ հիշեցին նոր, վարդա ուկասանի ժամանակ վաղուց գային կվեկալենի կտանեին, բայց հաշվի կառնային պատճառատևանքային կապը։ Եվ բնականաբար չէ լինել մաքսիմալ պատիժը, որը որ այսօր տալու են քո տղուն, որովհետև այն կողմը գոզի տղա է եղել, միանշանակ, բայց դա չի նշանակում, որ պիտի ջուլեին, էդ էլ միանգամից ասեմ էլի։ Բայց հիմա ընկեր գլխավոր դատախազ, հարցես, ինչի նոր հիշար Աննա Վարդապետյան, դու դրա մասին չգիտեիր, իհարկե գիտեիր, ինչի նոր հիշար, կա, ստեղել կա քաղաքական պատվեր, որովհետև եթե գնում եք պատժելու մասին խոսքը, դուք պիտի գայեք այդ տղու հետևից վաղուց մի 3-4 տարի առաջ երևի, կակ մինիմում, կամ եթե չեմ սխալվում, կարող եմ քիչ ապազանցնում եմ, բայց ավելի շուտ պիտի գայեք, բայց ոչ, ասենց է այս իշխանություն, ասենց է,